Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն սիրելիներ, եթերում համեղ կիրակին է։ Ձեզ հետ եթերում աշխատելու եմ ես եւ Սերգեյը։ Իսկ ով է Սերգեյը, ես ձեզ կբացատրեմ, կպատմեմ, կխոսենք ընթացքում։ Սերգեյ, ողջույն։ Բարի օր Լիկա ջան։ Ուրախ եմ քեզ տեսնել այստեղ։ Ես եմ շատ ուրախ, վերջապես այս հարթակում էլ հանդիպեցինք։ Այո։ Դե մենք հիմա շուտով կպատրաստենք, մեր մթերքները կտեղադրենք եւ կշարունակենք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Դե ինչ, Սերգեյ, ինչ ենք պատրաստելու։ Այսօր էս վերջի տրենդներից ենք պատրաստելու, շատ հետաքրքիր ուտեստ է, կոչվում է սկանդինավյան սաղմոն։ Ահա։ Եվ քանի որ վերջերս շատ է, էլի տարածված, որ sense թիթիզ սաղմոնով ուտեստներ են անում, մենք էլ հետ չմնանք, էլի Մենք չէ, մենք երբեք հետ չենք մնում, մենք էլ ենք շարժվում տրենդերով եւ ինչ ունենք մենք այստեղ։ Խնդրեմ։ Ունենք սաղմոն, ունենք պարմեզան պանիր, լոլիկ, մանանեխ, խառը կանաչի, սխտոր, 26% սերուցք, կարակ եւ մառանիկի բրինձ։ Դասական բրինձն ենք օգտագործելու այս անգամ եւ իհարկե համեմունքներ եւ ունենք արևածաղկի ձետ։ Այո։ Հրաշալի, ինչ ենք անում, սկսում ենք ուրեմն ձուկը երևի դու, կանաչին ես։ Այո, սկսեցինք մշակել։ Սկսեցինք։ Կանաչին կարծեմ էական չի, հա, խառը կանաչի։ Բարձրապես։ Խառը կանաչին ինձ թվում է շատ ավելի հարմար կլինի։ Ուղղակի պետք է վստահ լինել, որ ձուկը լավ հալել է, որովհետև երբ որ իրան պահում եք սառցարանում, կարևոր է որ լավ հետ հալեցնել։ Ահա։ Իսկ հիմա սառած է քո ձուկը, թե Ձուկը մի քիչ այո սառած է, բայց մենք վստահ կլինենք, որ մենք ենք մի քիչ սառած, որովհետև բավական ցուրտ ձմեռ է այս տարի։ Դե ոչինչ։ Մենք աշխատանքով ջերմանում ենք, դեռ որ այսքանը, բայց փորձենք հնարավորինս այսօր էլ ջերմացնել մեր հեռուստադիտողին։ Այո, սիրով։ Լիկա ջան, սովորաբար իրան 4 մասի են բաժանում, բայց քանի որ մենք երկուսով ենք այսօր, սա փորձարկելու։ Ուտենք մեծ կտորներ։ Այո, մենք կանենք 2 կտոր։ Շատ լավ։ Ես ինչ եմ անում, միացնում եմ գազը, տապակը տաքացնենք արդեն։ Այո, սկսենք տաքացնել արդեն ձիթապտղի յուղով եւ անցնենք կներեք արևածաղկի յուղով եւ անցնենք արդեն սաղմոնի տապակմանը։ Բայց միջև այդ եկեք մի հատ համեմենք, գեղեցիկ։ Ես քեզ կտամ մառանիկի ծովի աղ։ Ես քեզ կտամ ինչ պղպեղ է հարկավոր, կարմիր։ Խմելի սունելի այսօր մեզ սենց ջիգյարով։ Սև պղպեղ, հա, թե չէ։ Սև պղպեղ։ Հա։ Ունենք այնտեղ կարոշկովի։ Կարմիր պղպեղ կօգտագործենք։ Ձիթապտուղը կարակը միասին լավ տաքացնում ենք։ Սերգեյ, պատմիր ինձ մի քիչ քո մասին, որպեսզի նաև հանդիսատեսը իմանա։ Ինչով ես զբաղվում դու։ Շատ ծիծաղելի հարց է, որովհետև Սերգեյը իրականում ունիվերսալ անձնավորություն է եւ ամեն ինչ կարողանում է անել։ Այսպիսի մարդիկ շատ քիչ կան աշխարհում։ Լիկա ջան, ճիշտ ասած իմ գործունեությունը սկսել է անշարժ գույքից։ Միջև խոհանոց։ Սովորել եմ, այո, միջև խոհանոցը սովորել եմ ագրարային համալսարանում, նույն ինքը գյուղինստիտուտ։ Ահա։ Տրակտորներից միջև հրուշակագործություն, ինչ ասես, սովորել ենք։ Ես ինչքան գիտեմ, դու նաև անասնաբուժությամբ ես զբաղվել։ Մի որոշ ժամանակ, այո, Եղվարդում մենք ունենք այնց գոմեր, այսպես ասած, եւ այնտեղ գնում ենք կենթանիների հետ աշխատանքներ ենք տանում եւ դա ինձ օգնել է, որպեսզի ես կարողանամ ընտրել շատ լավ ֆիլեներ։ Ահա։ Պատրաստման համար, դրա համար ունիվերսալ ասված է հիմա on-line դպրոցներով եմ զբաղվում, ստեղծում եմ 0-ից մինչև վերջ եւ ինչպես տեղյակ ես նաեւ քո դպրոցի գաղափարի գիտակն եմ եղել, այո, եւ շատ լավ եմ ինձ զգում, որ անընդհատ նոր մասնագիտություններ եմ սովորում, նոր մարդկանց հետ եմ շփվում։ Իմ աշխատանքը սովորաբար լինում է կուլիսների հետևում, բայց այսօր
սենց։ Այսօր էսպես։ Իդեպ Սերգեյը ձեզ պատմեց ընդամենը 3%-ը իր գործունեությամբ, 2 լոլիկ բավական է, մենք երկուսով ենք։ Այո։ Եվ կվերցնեմ ես 4 հատիկ սխտոր։ Սխտորն էլ մանրացնում ենք։ Դու արդեն տապակում ես։ Ես արդեն վերջացնում եմ իմ տրենդային լեզվով ասած seasoning-ի process-ը, համեմելու process-ը։ Կթողենք մի փոքր այս ամեն ինչը քաշի իր մեջ եւ հետո արդեն կտապակենք։ Լավ, այդ դեպքում ես մնեմ մի կողմ, որ չվառենք ձեթը, կխնդրեմ հետո սխտորը դու կտրատես մանր։ Միանշանակ, բայց միջև սխտորին անցնելը ես կուզեմ այս առաջի համեմունքը։ Սա։ Այո, պղպեղների փունջը։ Կուզես ես քեզ օգնեմ։ Այո, եթե կարելի է, որ մի քիչ ավելի էսթետիկ տեսք ստանա, էլի մեր սաղմոնը։ Սերգեյ, մենք տեսազանգ ունենք, քանի որ իմ ձեռքում մառանիկ է, դու գիտես ով է մեզ զանգահարել։ Միջև տեսնենք ով է զանգահարել, ես ուզում եմ նշեմ, որ այսօր շատ գեղեցիկ ես համեմում իմ սաղմոնը եւ ուզում եմ նաեւ քեզ կոմպլիմենտ անել, Լիկա ջան, որ շատ գեղեցիկ ես այսօր։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Տիկին Ամանդա կամ Ամանդա արդեն մենք մտերիմ ենք։ Ամանդա, ողջույն։ Բարև Միկա ջան, Սերգեյ ջան։ Սերգեյն է այսօր ձեզ հետ շփվելու։ Տեսահմայ չի տասարդ է հայտնվել Շանթի խոհանոցում եւ ուզում է համեմել մառանիկով, անմիջապես միացած ձեզ։ Խնդրում եմ պատմեք։ Մառանիկն առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիփ հավաքածուն։ Զիփ բականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մառանիկն ունի համեմունքներ նաև ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Շնորհակալություն, Ամանդա։ Տեսո՞ր։ Ինչ լավ տիկին էր։ Շատ։ Ես հաճույքով կաշխատեմ իր հետ։ Օնլայն դպրոց։ Այո, սիրում եմ AI-ին։ Ինչ կնկարես։ Երևի AI ինչ-որ կրեատիվ դասընթաց, որը կսովորացնի մարդկանց, թե ինչպես AI-ից ճիշտ օգտվել, որովհետև շատ մարդիկ այսօր օգտվում են, ասում են ChatGPT, բայց գնում են լսում են ինչ է իրանց ChatGPT-ն ասում, ոչ մի ձև ճիշտ նաստրոյկա չեն անում, էլի։ Դա պետք է ասել։ Դրա համար Ամանդայի կերպարով ես կմտածեմ նմանատիպ Օրինակ ես որոշակի հետաքրքիր բաներ։ Կուզենայի, որ մի օր Ամանդան եւ նաեւ ունենք Պամելա։ Այո, ես կծանոթանամ իր այդ դեպքում։ Հա, կծանոթանանք շուտով։ Ես շատ կուզենայի, որ մի օր նրանք մեզ հետ այստեղ հայտնվեն։ Okay, մենք կաշխատենք այդ ուղղությամբ։ Ասում եմ, չէ, ունիվերսալ ազնվորությունը ամեն ինչ կարողանում է ինչ որ կուզեք, Լիկա ջան։ Տապակենք արդեն։ Ես սխտորը մի փոքր են կողմ տեղադրեմ։ Ոչ, նորմալ է։ Եվ սիրով արդեն տեղադրենք մեր սաղմոնը։ Խնդրեմ, դու տապակում ես։ Մարմանդ կրակի վրա, որովհետև սաղմոնը սիրում է, որ իր հետ նուրբ են վերաբերվում։ Ես քեզ գործիքներ եմ բերել, արդեն դու ինքդ ընտրի։ Օ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Քեզ հարմար կլինի։ Իսկ ուրա քո տախտակը, Սերգեյ։ Ես իմ տախտակը տարամ, մի հատ մաքրվեմ ու անցնենք առաջ։ Մաքրվի եւ արի։ Լավ, ես քեզ հետ իմ տախտակով կկիսվեմ, որովհետեւ դու դեռ պետք է սխտորը մանրացնես, իսկ ես լոլիկը։ Այո։ Բաժանում ենք 2 մասերի։ Իհարկե, այստեղ կարելի է օգտագործել նաև չերի տեսակի լոլիկները, ավելի մանր կլինի, ավելի հետաքրքիր, ավելի համեղ կլինի։ Իրականում ես սիրում եմ սխտորը, որ մի փոքր ատամի տակ են գնում, դրա համար ես շատ չեմ մանրացնի իրենց։ Եվ քանի որ սիրում եմ, որ մարդիկ էլ ուղիղ են խոսում, նաև ուտելիքը պետքա համապատասխան լինի, էլի։ Սխտորը պետքա այդքան մանր չլինի, որ դու կարողանաս ուղիղ իր համը զգալ։ Հասկանալի է, ես չգիտեի, որ մթերքների հետ կարելի է ուղիղ վարվել, այսինքն նրանք ուղիղ վարվեն մեզ հետ։ Լիկա ջան, ասում է ինչ որ քո ներսում է, այն էլ քո պատրաստածի մեջ է։ Ճիշտ ես։ Դու միշտ ոնց ես պրոպագանդում, ասում ես պետքա թխել սիրով, միջև խմորին ձեռք տալը, պետքա սիրով,
լավ տրամադրությամբ մոտենաս, որ լավ ստացվի, չէ՞, նույն ձևով էլ ուտելիքն է, ոչ մի տարբերություն չկա։ Նենց որ Սերգեյ, իմ բախտը շատ է բերել, որ դու առասարակ գոյություն ունես, ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ դու կաս եւ ներկա պահին դու ինձ փրկում ես ձկից եւ սխտոր կտրատելուց։ Եվ քանի որ մենք միասին նկարել ենք on-line դպրոցը, դու գիտես իմ վերաբերմունքը։ Այո, միանշանակ դրա համար քո տորթերի մեջ որ սխտոր կա ոչ էլ սաղմոն։ Ահա։ Բայց շատ համեղ հոտը չէ, զգացիր։ Հիմա պարմեզանը, պանիրը քերում ենք։ Ասում եմ պարմեզանը շատ բարձրացնում է տրամադրությունը։ Երեք առավոտյան համեկի վրա ջղայնացել էի։ Գնացել եմ մի գլուխ պարմեզան եմ առել, տենց կամած ուտում եմ ու չզգացի թե ոնց, բայց տրամադրությունը շատ արագ փոխվեց։ Միջարուս պարմեզանը շատ համեղ է, շատ ճիշտ է գինու հետ։ Մենք շուտով վայելելու ենք գինին։ Պտտենք։ Արի պտտենք։ Չէ, ես հիմա պատկերացրեց, եթե դու Իտալիայում ծնված լինեիր, որ սիրում ես պարմեզան եւ այլն, ես շատ կտխրեի, լավ է որ դու այստեղ ես ստեղվել։ Մենք մի փոքր պետքա կրակը իջեցնենք, Իջեցնենք, լավ, արի։ Ինքը պետքա շատ չտապակվի։ Գիտես ինչ, արի տեղափոխենք այստեղ, որովհետև այստեղ ավելի մեղմ է կրակը։ Ինչ արեցինք մենք, սխտորը դու որքանով ես հասկացա ամբողջը կտրատեցիր, 5 գլուխ սխտոր, հա? 4 գլուխ սխտոր ունեցանք, մեկը կառանձնացնենք, այլևս չենք օգտագործի, որովհետև սա ավելի քան հերիք է 2 կտոր սաղմոնի համար։ Շատ լավ։ Հիմա բաց թողնենք իր կափարիչը, որպեսզի ինքը այդքան շատ չշոքեյեփվի, այսպես ասած, տեղափոխենք սխտորը առանձին աման, որպեսզի մեր տախտակը ազատ լինի եւ անցնենք արդեն մնացած մեր բաղադրիչներին։ Մենք արդեն Okay, մի հատ։ Եւ ընթացիկ, քանի մեր զուգը տապակվում է, արի տապակենք բրինձը, որից հետո արդեն կփաշենք։ Եվ այսպես, մեզ պետք է հարմար տապակ։ Կարակ։ Ես միջև այդ մեր ձուկիկներին այս կողմեն կողմանեմ։ Արա, մեր ձուկիկներին։ Իդեպ շատ հետաքրքիր մեկնաբանություն էր գրված YouTube-ի մեր հաղորդման տակ, կովիկ, հավիկ, խոսելուց երբեմն փորձում ես ավելի փափուկ խոսել, եւ մեկը գրել էր կովիկ, հավիկ, չգիտեմ այնտեղ դուք սերունդ եք կրթում, այդպես մի խոսացեք։ Դեմքը Սերգեյի խնդրում եմ խոշոր պլանով ցույց տվեք։ Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, մի ֆիքսվեք, դա նորմալ չի ձեզ համար։ Մենք հետևում ենք եւ մոդերացիա ենք ենթարկում ձեր բոլոր կոմենտները։ Դա միանշանակ։ Եթե ինչ-որ բան ասում եք, ուրեմն պետքա հիմնավորեք։ Վերջ։ Չէ, հիմնավորելա, մարդը ասում է դուք կրթում եք սերունդ, կովուկ, խոզուկ մի ասեք։ Նույնիսկ կրակը զայրացած։ Ոայ, ես քեզ վառելու էի։ Ոչինչ։ Okay։ Արի։ Այս սաղմոնի լավայնն է, որ շատ արագ է ինքը եփվում եւ տապակվում։ Դրա համար մենք հիմա մի փոքր իրան կփակենք։ Կփակենք, որպեսզի մեջը այո խաշվի։ Հիմա ուրեմն բրինձը տապակում ենք, այնուհետև լցնում ենք ջուր, վերջում աղ։ Ես օգնեմ քեզ։ Մի քիչ կարակը իհարկե բրինձը տարբեր տեսակով կարելի է խաշել, էփել, տապակել, սա ես առաջին անգամ եմ անում, Սերգեյ, ես երբեք բրինձը նախապես չեմ տապակել, հա, եւ հետո ես ինչ եմ սիրում, ես չեմ սպասում ամբողջ կարակը հալվի, ընթացքում եմ ուզում հալվի, որպեսզի չհասնի վառվի, քաշի իր մեջ, նաեւ
Ինչ գեղեցիկ է։ Ձեզ սա մի փոքր այս կողմ կտեղափոխեմ։ Սերգեյ, դու էլի ունես հետաքրքիր պատմություններ, շատ եմ ուզում, որ մի քիչ էլ պատմես։ Խոհարարության հետ նաև գիտեմ, որ էլի ունես սերտ կապեր, որ կազմակերպել ես տարբեր հետաքրքիր խոհարարական մաստեր կլաս, հա։ Հա, մաստեր կլասեր ենք իրականացրել ու հիմնականում մենք նաև աշխատում ենք այդ մասնագետների հետ։ Մեզ դիմում են տարբեր կազմակերպություններ իրենց խոհարարների հենց վերապատրաստման համար եւ մենք բերում ենք համապատասխան խնդիրը լուծող մասնագետին եւ իրենց համար կազմակերպում ենք տվյալ մաստեր կլասը։ Վերջերս ՄԱԿ-ի ծրագրերից մեկով առողջ սննդի դասընթաց կազմակերպեցինք եւ կար թյուրըմբռնում, որ ամբողջահատիկ սնունդը սովորաբար լինում է համեղ չի լինում, ասենք ոսպի հետ աշխատանք մարդիկ չգիտեն, հա, գիտեն թե ոսպը միայն էփում են եւ այդպես օգտագործում են, բայց չէ, իրականում ամբողջահատիկ սնունդը համ շատ առողջարար է, համ էլ ունի բազմաթիվ հետաքրքիր մոդիֆիկացիաներ, որ կարելի է իրան տալ եւ ինքը ունենա նույն համը, ինչ որ դու կուտես միս, օրինակ։ Հետաքրքիր է։ Հա։ Եվ կան նոր սերնդի համեմունքներ, իհարկե, որոնք կարելի է միքսել եւ իրենց օգտագործել հավուր պատշաճի։ Այս վերջերս էլ վեգաններն են շատ սկսել ակտիվանալ։ Դրա համար շատ մարդիկ են ընտրում վեգան լինելու ճանապարհը։ Համար մեր դասընթացները նաեւ դրա համար են շատ հարմար, են մարդկանց համար, ովքեր ուզում են նաեւ սնվել ամբողջահատիկ, սնվել սննդարար եւ միաժամանակ չկարոտել միսը։ Իհարկե ես այդ կարծիքը չունեմ մսի մասին, որովհետեւ շատ սիրում եմ եւ այն ինչ որ դու մսի հետ կարաս անես, չես կարող։ Իսկ դու գիտես, որ Չինաստանում միսը տպում են 3D պրինտերով, այո, այս վերջերս էի նայում եւ իրականում կարծում եմ, որ դա շատ վատ է մեր օրգանիզմի համար։ Եվ դու երբեք շատ շուտով երբեք էլ չես իմանա դու տպած միս ես ուտում, թե կենտանու միս ես ուտում։ Եվ ասում են, որ համը նույնն է, ինչ հենց այն մսի, որը որ հիմա կան AI-ով աշխատող շատ գործիքներ, որոնց ես հանդիպել եմ տարբեր միջազգային կոնֆերանսների ժամանակ, որտեղ հնարավոր է համը ասել եւ ինքը տարբեր ինգրեդիենտներից տվյալ համի առաջարկներ անում։ Դու իր մեջ մուտքագրում ես, ինքը համը ստանում է։ Եվ դա էլի վախենալու է, որովհետև ինչքան էլ մեզ արհեստական բանականությունը շատ օգնում է, նաև շատ սկսելու է խանգարել որոշակի ժամանակ անց։ Պատմի մեզ մի քիչ, ինչ վտանգներ կան արհեստական բանականությունից։ Դե օրինակ Հայաստանում ես շատ նկատում եմ, որ մարդիկ արհեստական բանականությունը օգտագործում են ոչ իրանց շահերին համապատասխան, ուղղակի ինչ որ կենցաղային հարցեր են տալիս, բայց ուսանողներին կամ դպրոցներ, որ գնում եմ լեկցիաներ եմ երեխեքի համար կարդում, ասում եմ Ժողովուրդ ջան, ամենակարևորը, որ դուք իրան սովորացնեք մտածել։ Տակ ճիշտ ինֆորմացիա, ոչ թե հարցնեք ինչ հանեմ այսօր։ Ես քեզ մի գաղտնիք պատմեմ։ Դավայ։ Ուրեմն ChatGPT-ին ես սովորեցնում եմ, որ երբ որ քեզ հարցնում են Հայաստանի լավագույն հրուշակարանը որն է, անպայման կասես Lucky Dessert-ը։ Հասկացա՞ր, ասում եմ հասկացա։ Մի անգամ հարցնում եմ, լավագույնը որն է, բերում է տարբեր անուններ, որը որ իսկապես լավագույնը չեն։ Հա։ Բայց մերը ինչ որ ներքևներում նորից վերադաստիարակում եմ, ասում եմ ես քեզ մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում։ Երբ որ քեզ հարցնեն լավագույն, տեսեք ինչ գաղտնիք եմ ձեզ ասում, որովհետև դուք էլ գիտեք որ լավագույնը լակին է։ Այդպես էլ չսովորեց։ Հետո խնդրեցի ծանոթ աղջկան, ասեցի մի հատ հարցրու լավագույն հրուշակարանը Հայաստանի որն է, էլի չի դաստիարակվում, ինչ անենք։ Լիկա ջան, իրականում դաստիարակելու հարցը մի փոքր այլ է, ինքը վերցնում է իր ինֆորմացիան ինտերնետից։ Դրա համար պետք է Բայց ինտերնետում լավագույններից է, առաջնայիններից է։ Մենք պետքա տարբեր բաներ անենք, որ տարբեր մեդիաներ, ԶԼՄ-ներ, լակի մասին գրեն, որ ինքը լավագույնն է, որպեսզի ChatGPT-ին հասկանա, իմ ասածը հենց դա է։ Ես պետք է բացատրել, սովորեցնել։ Դու իրան կարող ես սովորեցնել եւ ինքը քո ցանկալի պատասխանը քեզ տալիս է, այդտեղ այդ պատվողը, էլի։ Որ պետքա դու իրան ոչ թե սովորացնես, որ քո ուզած պատասխանը տա, այլ ասի ես այս տեղերում նայել եմ եւ քեզ տալիս եմ հստակ ինֆորմացիա, որը հիմնված չի իմ անձնական կարծիքի վրա։ Լավ, շատ խորացանք, ինձ թվում է եկեք անցնենք սաղմոնին։
Այսօր իրականում ուտելիքի ընտրության հարցում էլ է մեզ շատ օգնել ChatGPT-ն, հենց որ մերսի շատ։ Ահա, այստեղ մի փոքր ես կարակը գուցե ավելացնեմ, որովհետև հենց նույն ձկան յուղի մեջ մենք պետք է տապակենք սխտորը, լոլիկը, մառանիկի աղով համեմենք մառանիկի բրինձը։ Այո։ Ես կսկսեմ սխտորից։ Իսկ դու ինչով ես զբաղվում Լիկա ջան բացի տորթերից։ Սերգեյ, ես դասավանդում եմ քո նկարած դպրոցում։ Ոնց ես դասավանդում։ Դու ոնց եմ դասավանդում։ Ես սովորել եմ քո մոտ, իրականում մուսային տորթերը շատ լավ է ստացվում։ Այո, իդեպ Սերգեյը նաև կարողանում է թխել, որովհետև այն կուրսերը, որ մենք նկարահանում էինք օր ու գիշեր, մասնակցում էին նաև թիմը եւ գիտի նաև ինչ է ֆրանժիպանը, ինչ է կրակելուրը, պրալինե, այսինքն նույնիսկ գիտի անունները, իտալական, ֆրանսիական, ամեն ինչ գիտի մի խոսքով։ Որ գիտի ինչ։ Հլա ամուսնացած չի։ Սերգեյ, իսկ դու քանի առիթը կա ասենք։ Դու երբ որ դպրոցում ինչ որ մի բան այնպես չի լինում, աշակերտը, ուսանողը իրեն, չնայած նման խնդրի առջև մենք չենք կանգնել, սխալվում է, ճիշտ չի, դու ինչպես ես վերաբերում, խիստ ես դու։ Հումորով սկզբից, որովհետև առաջի դեպքում միշտ պանիկա է։ Ինչ ուզում ա լինի, մարդը միշտ պանիկա է անգնում, դա իր ստանդարտ հոգեվիճակն է։ Հետո սկսում ես այդ պանիկայի հետ աշխատել ու մի հատ թորել ներքևը հասկանալ իրոք խնդիր կա թե չկա։ Որտեվ շատ դեպքերում ընդհանրապես մի հատ պծիճկա չեն դրել ու պանիկայի մեջ են, եւ всё չի աշխատում, աշխարհը խառնվեց իրար։ Դու նաև հոգեբան ես, շատ ուժեղ հոգեբան ես, կամաց ես բացահայտեմ քո տեսակը մարդկանց, որ դու նաև փրկարար ես։ Ինչ ենք ավելացնում։ Հիմա լոլիկն ես տապակում։ Ուրեմն մի օր Սերգեյի հետ հեռախոսով խոսում եմ եւ իր հեռախոսի միջից լսում եմ, որ ասում են. Սերգեյ, բարև ձեզ, դուք ինձ մի օր օգնել եք շատ։ Ասում եմ, չէ, ես չեմ ճանաչում։ Չէ, դուք ինձ մի անգամ օգնել եք։ Ասում եմ, չեմ հիշում ինչ եմ արել ու պատմեց ինչ է արել։ Այսինքն անձնավորություն, ով քայլում է փողոցում, օգնում է բոլորին, երբ որ ինչ որ խնդիր, իր հեռախոսը անընդհատ զանգում է, բոլորը զանգարում են ծանոթները, օգնի, փրկի, ես ինչ հարց է, ինչ հարցը, ինտերնետից սկսած, այսօր իմ հեռախոսը սարքեց։ Հեռախոսը սարքացա եւ չկա։ Սերգեյը ասեց, իդեպ ավտոմեքենայի մեջ աշխատում էր, բայց այսպես չէր աշխատում։ Լիքի բայց կմտածեն, այս մարդիկ որ ես կան ասում։ Դե ես ներկայացրել եմ քեզ որպես ունիվերսալ անձնավորություն, հիմա պատմում եմ։ Ինստագրամը չտաս վերջում։ Չեմ տա ինստագրամը, նաև իմ պրոդյուսերն է։ Պետք է ասեի թե չասեի։ Բոլորը գիտեն։ Բայց շատերը գիտեն։ Իպոկրես կողմեմ տեղափոխում։ Եվ համեստ մարդ, շատ համեստ անձնավորություն։ Ես ինչներ սխտորներ, շնորհակալ եմ ինձ ներկայացնելու համար։ Ես էլ քեզ ներկայացնեմ, թե գիտեն քեզ։ Շատ ճիշտ արեցիր։ Իդեպ ես մեծ էի կտրատելու, բայց այստեղ պետք էր օգտագործել չերի լոլիկը։ Ես սիրում եմ, որ իր համը ասենց շատ լինի։ Երևում է։ Ավելի բացվի համերը։ Արտահայտված եւ կոնտրաստային։ Այստեղ էլ ինչ համեմունք անենք, Սերգեյ, ինչ կարծիք ունես։ Մի քիչ էլ աղանեմ, որտեղ բրինզա շատ է սիրում։ Սովորաբար ոնց որ եւ գույները, այս ուտելիքներն է պետք է իրար հետ համահունչ էլի անել, այսինքն հակառակ համեր կան, որոնք շատ դեպքերում նաեւ իրար հետ համադրվում են։ Օրինակ, այս վերջերս ես տանձի, կարամելի եւ շատ խորը արտահայտված պանրի համադրությունն եմ շատ սիրում։ Օրինակ Չէ, ես այստեղ չեմ ուտում, ես գիտեմ, որ այս դանակը մի անգամ։ Ուրեմն Սերգեյն էլ գիտի, բոլոր հարազատ ընկերներն էլ, մոտիկները, բարեկամներն էլ գիտեն, որ եթե հանկարծ որևիցե մեկը իմ թանկերից ուտի ուրիշ խմորեղեն, վերջ, այլևս նա չի լինի իմ թանկը։ Բայց դա միայն չի վերաբերում իմ մամայի պատրաստած խմորեղենին, որը տանն է։ Չէ։ Չէ, տանը կարելի է։ Որտեվ հեսա մամաս նայելու, ասի բախ ես ուտում։ Չէ, մամայի պատրաստած ամեն ինչը կարելի է, տատիկի, մամայի տանը։
Հա։ Բայց խանութից դա դավաճանություն Նենց է որ մեզ հարգելի համարում։ գործընկերներ, եթե ինձ ինչ որտեղ տեսնեք դիսերտ ուտելուց, ուղղակի Գրեք ինձ կգրեք։ գրեք։ Ասում ես տանց, պանիր եւ կարամել։ Կարամել, դորբլյու։ Այս վերջերս նաև չիլիով շոկոլադ եմ փորձել, շատ հետաքրքիր, մի հատ կոլումբիական սուրճի խանութ կար, այնտեղ մտա հենց չիլիով շոկոլադներ էր եւ ես հասկացա, որ չիլին քաղցրի հետ համադրել է, էլի շատ հետաքրքիր է։ Դաժե մի օր խնդրեցի քեզ, ասի չիլիով մուսային տորտեր պատրաստել։ Պատրաստեմ, խնդիր չկա, իսկ ես մի անգամ կերել եմ շոկոլադի մեջ բաստուրմա։ Հետաքրքիր էր։ Okay։ Ես քանի որ տեսակով շատ էքստրեմիստ եմ, կյանքի հանդեպ, կարծում եմ, որ ուտելիքի մեջ էլ պետք է լինել համարձակ եւ անել այն, ինչը որ մարդիկ չեն անում սովորաբար, որովհետեւ ստանաս լայն էքսպերիմենտալ շրջանակ։ Բրինձը պատրաստ է թե ոչ։ Ես կարծում եմ, որ ոչ, որտեղ մի քիչ պիտի թողենք ջուրը քաշի, այո։ Ես մի քիչ ավելացրեցի, որովհետեւ դեռ մի քիչ պինդ էր, այսպես անենք, որ պոչը չվառենք։ Ես փոքր ժամանակ հոտերին մարդու անուններ էի դնում։ Ինչ անուններ։ Օրինակ, երբ որ վառվում էր պլաստմասե պոչը, այդ հոտը բոլորդ գիտեք, չէ՞, որքան տհաճ հոտ է, բայց հիմա կարող է ես այդ հոտ ասեմ մարդու անուներ։ Կարող է մարդիկ նեղանան, հետո ես քեզ կասեմ, կոնկրետ ինչ-որ մարդու անուն էր այդ հոտը։ Ինչ ասոցիացիա էր, ինչ էր այդպես, ես չգիտեմ։ Բա։ Իսկ դու անուններ դրել ես հոտերին։ Սկզբից դնում էի, հետո այնքան կորոնավիրուսի ժամանակ հոտերը կորան։ Հոտերը Մնաց վերացան։ մի հատ անուն։ Այդ անունն էլ չեմ ասի, որ մարդիկ չնեղանան։ Լավ։ Այստեղ տապակվեց Սերգեյ։ Ինձ թվում է այո։ Տապակվեց։ Մենք արդեն կարանք ավելացնենք, որպեսզի չվառվի, հա, ձեթը։ Ուրեմն այստեղ ավելացնում ենք սերուցք, աղարել ես։ Աղ չեմ ավել ոչ։ Լավ, մենք ընթացքում կփորձենք։ Այստեղ ես մի փոքրիկ գտալս այստեղ էր։ Մի փոքրիկ ավելացնեմ մանանեղ։ Կես թեյ գտալ։ Հիմա կլցնենք պանիրը եւ նորից կբացատրենք ինչ ենք արել։ Ուրեմն տապակել ենք ձուկը, Այո։ բրինձը տապակել ենք կարակով ձեթով, որից հետո խաշել ենք։ Նույն ձեթի մեջ, որի մեջ տապակել ենք ձուկը, ավելացրել ենք սխտոր, ավելացրել ենք լոլիկ, սերուցք, արի խառնենք։ Սերուցք եւ պարմեզան պանիր։ Բայց պարմեզանը Եվ պանիրը, պարմեզան պանիրը։ մի քիչ շատ անենք, որտեղ իմ ամենասիրածն է պարմեզան։ Ուզում ես ավելացնեմ պանիրը։ Պարմեզանը, հա, մի քիչ պետք է ավելացնենք։ Հաստատվեց։ Այո, վրայից պետք է մի քիչ քերենք։ Լավ։ Արդեն երբ որ մատուցենք, էլի, հիմա չեմ ասում։ Մատուցելու ժամանակ, հասկացա։ Այո։ Բավական է, չէ՞։ Հա։ Շատ լավ։ Իսկ հիմա մենք արդեն փորձենք ուշքի բերել տաղավարը, որովհետև այսօր զբաղված էի քեզ հետ խոսելով եւ մի քիչ կոկիկ չեմ աշխատել։ Սա իմը չի, ես սիրում եմ կոկիկ աշխատել։ Այսօր ես եմ ասեմ սա խառնաշփոթ ստեղծել, որտեղ ես սիրում եմ սենց միանգամից բաժար գցել, ինչ որ սենց գցել։ Դե ես պիտի կողքից գոնե կոկիկացնեի սեղանը, Փորձեցի մի բայց քիչ ինձ պահեմ, կներես։ ձկները ուր են իմիջայլ։ Մի քիչ սերուց կապեք։ Սենց չի լինելի։ Արի վերադարձնենք ձկներին Միած սպասի խառնեմ այս սերուցքը։ սոուսի մեջ, ինչ հետաքրքիր է, բայց ես այնքան եմ ուզում աղը փորձենք։ Կներես։ Դավայ։ Կներես։ Համուղա։ Քաղցր է, շատ։ Ինչի հաշվին է քաղցր։ Դե պարմեզանը ինքը մի քիչ քաղցրություն ունի։ Շատ քաղցր է, Սերգեյ։ Կախված ինչ պարմեզանն է մեր մոտ։ Եվ նաև պոմիդոր ունենք։ Նա փորձի, խնդրում եմ, շատ քաղցր է, բայց շատ համեղ է, շատ։ Մի հատ ինձ կարեք հա։ Մենք այստեղ ունենք կարակ, ձեթ,
Իսկական համ է այս Սերուցքներ քաղցր։ Սերուցքներ քաղցր։ Okay։ Բայց պարմեզանն էլ քաղցրություն ունի եւ պոմիդորն էլ ունի քաղցրություն, բայց շատ հետաքրքիր համադարձ է։ Շատ հետաքրքիր։ Ես մի քիչ աղ կանեի ամեն դեպքում այդ աղի քաղցրի հետաքրքիր համադրությունը։ Մարանիկի ծովի աղը։ Այսինքն քաղցրը համ սերուց կարելի է օգտագործել, որովհետեւ իսկապես շատ հետաքրքիր համ է այստեղ ստացվել։ Ես կառաջարկեմ նաեւ մի փոքր համեմունք անենք մեր այս 4 պղպեղի հատիկավոր միքսը, որը ես տանել եմ օգտագործում շատ։ Եվ իրական շատ հարմար է, որտեղ մաստեր կլասեր, որ իրականացնում ենք, տանում ենք մեզ հետ։ Նախքան հավաքելը Սերգեյ, ես քեզ ունեմ հյուրասիրություն։ Դու Ես երբևէ սիրում եմ հյուրասիրությունները։ կմել ես Milky-ի յոգուրտները։ Հիմա կակրած ուզում էի։ Առավոտ սուրճ չէի խմել, բայց Milky-ի յոգուրտը սուրճը կփոխարինի, չէ՞, միշտ։ Գնացինք։ Ըմպելի թե գտալով։ Հա, ըմպելի։ Տանձ։ Այ կակրած։ Այսօր մի քիչ պարմեզան հետ ուտեմ։ Այսօր տանձ ենք ասել եւ տանձի տրամադրություն ունենք։ Մի խոսքով իդեպ Սերգեյ, իմ տղան չի սիրում, ընդհանրապես յոգուրտ չի սիրում, բայց այս տարբերակը, Milky-ի տանձ տարբերակը սիրեց։ Վայ, տեսազանգ ունենք Սերգեյ, մեզ հետ է Պամելան։ Ողջույն Պամելա։ Hello։ Ինչպե՞ս եք։ Բարև Լիկա ջան։ Hello Սերգեյ ջան։ Ես շատ լավ եմ, որովհետև տեսա թե ինչ հաճույքով եք վայելում իմ սիրած Milky-ի յոգուրտը։ Իմ ոխորժակն էլ բացեցիք։ Այս ոնց են անում սրտիկներ։ Շնորհակալ եմ Սերգեյ ջան։ Սիրահարվել կարելի է։ Վայ, մոռացա ինչ պիտի ասեի։ Հա, հիշեցի։ Թող հերոստատիտողը սրտիկի ձեր հաղորդումը, իսկ ես պատմեմ հրաշալի Milky-ի մասին։ Եթե ուզում եք ամրապնդել ձեր մկանները եւ պահպանել ձեր էներգիան, ուրեմն օգտագործեք թարմ եւ անարատ կաթնամթեր, այսինքն Milky-ն։ Milky-ը հայկական արտադրանք է, առանց կոնսերվանտների եւ գլյուտենի։ Կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոր, բավոր յոգուրտի մրգային եւ հատապտղային միքսերը փորձեք։ Ախր շատ համեղ են։ Milky-ն համեղ ընտրություն ողջ օրվա համար, վաճառվում է ամենուր։ Շնորհակալ եմ Պամելա, այո, մենք էլ ենք շատ սիրում Milky-ը եւ առանց Milky-ի ես կոնկրետ կյանք չունեմ։ Ինձ մի քիչ պարմեզան կարելի է։ Milky-ի մեջ ես լցնելու։ Չէ, ես կուտեմ իրան։ Խմեմ եւ կուտեմ։ Դե լավ։ Չակ։ Հոտը։ Վերջնա։ Շատ լավն է։ Այստեղ կրական անջատված է։ Որտեղ անջատված։ Բրինձը։ Մի խոսքով վերադարձնում ենք ձուկը սոուսի մեջ, մի քիչ փափկեցնում ենք սոուսի մեջ եւ անջատում։ Իսկ մենք հավաքենք տաղավարը եւ կմիանանք ձեզ։ Այստեղ ուշադիր եղեք, որպեսզի ձուկը նաև այս պոմիդորները, պարմեզանները ասենց փոխանցեք իր վրա խառնելու ընթացքում, որ ինքը լավ մի հատ եփվի մեջը։ Ջիգարով, սկանդինավյան ջիգարով ձուկ կդառնա։ Մի բան չեմ արել, ես քեզ նվեր չեմ։ Հա, նոր նվեր էիր ասում, Լիկ ջան, ուր կորավ նվերներս։ Դու սիրում ես։ Տեսնեմ։ Ինչ ես սիրում։ Ոսկեհասկի արիշտա։ Ես քեզ 3 տեսակ արիշտա այսօր կնվիրեմ։ Կփորձես, կպատրաստես տանը եւ հետո կպատմես ինչպիսի համ ուներ։ Այստեղ նաեւ գրված է ինչպես կարող ես պատրաստել։ Okay, արիշտա հաճարի ալուրով։ Հետաքրքիր է, չէ՞։ Սուպեր, այս ինչի ալուրով է։ Հնդկածավարի ալուրով։ Okay։ Եվ սա երևի կլասիկ տարբերակն է դասական, այ։ Ահա։ Իրականում այս սոուսները, որոնք պատրաստում եք, կարող եք սաղմոնի փոխարեն արիշտա օգտագործել եւ ես չեմ փորձել իրականում հաճարի ալյուրից, հնդկածավարը փորձել եմ, ինքը ավելի պինդ կոնսիստենցիա ունի եւ դասականը իհարկե միշտ մնում է մեր հայկական խոհանոցի ամենաանբաժանելի մասնիկը։ Ես հիմա մտածում եի, եթե մենք ավելացնեինք այստեղ, կստացվեր սկանդինավիա հայկական։ Այդ սկանդինավիանը պրոստը դուրս կթռներ։ Դուրս կթռներ, եւ կմնար հայկական ուտես։ Ներսի շատ Լիկ ջան։ Ես հիմա մի փոքր էլի կխառնեմ եւ կարող ենք արդեն վերադառնալ, երբ որ սեղանը պատրաստ լինի։ Շատ լավ։
Հավաքում ենք։ Էլի տեսազանգ ունենք, ես ոչ մի կերպ չեմ կարողանում այս սեղանը այսօր հավաքել։ Ամանդա, լսում ենք ձեզ, ողջույն էլի։ Բարև Միկա ջան, Սերգեյ ջան։ Ախր ինչ շատ է դուր գալիս քո մաքրասիրությունը խոհանոցում, անընդհատ ուզում ես հավաքել, մաքրել սեղանը ավելորդ բաներից, ապրես աղջիկ ջան։ Դե քանի որ ձեր ժամանակը ոսկի է, ես խոսեմ ոսկե հասկի մասին։ Շատ բարի։ Հավաքիր իմ մաքրակենցաղ Լիկա ջան, կհանդիպենք։ Ոսկե հասկը ցորենի կարծր տեսակի ալյուրից պատրաստված բարձրակարգ մակարոնային արտադրանք է, իտալական բաղադրատոմսով, հայկական համն ու հոտով, իսկ այ արիշտան առանձնահատուկ է, ինչով, դե իհարկե հայկական ավանդական բաղադրատոմսով։ Իդեպ, ոսկե հասկն արդեն ունի արիշտայի նոր տեսականի, հաճարի և հնդկաձավարի ալյուրից, համ համեր է, համ որակյալ, եփեք, փորձեք, վայելեք, ոսկե հասկ, որակ ձեր խոհանոցում։ Մերսի։ Դե ինչ մենք շարունակում ենք, դուք արդեն բաղադրատոմսը տեսաք ձեր էկրանների վրա, Սերգեյ նաև պատրաստելու ես հիմա սոուս։ Դու պատրաստիր սոուսը, իսկ եթե չեք հասցրել հաղորդման ընթացքում նկարել բաղադրատոմսը կամ տեսնել առհասարակ հաղորդումը, դուք կարող եք տեսնել Շանթ TV YouTube-յան ալիքով։ Անպայման մեկնաբանություններում գրեք ինչ եք ուզում տեսնել հաջորդի, որպեսզի Լիկան կարողանա այդ ամեն ինչը ի կատարածել ձեր համար հատուկ։ Եվ խնդրում ենք, շատ խնդրում ենք լինել բարի, լինել ժպիտով եւ ոչ մի բացասական մեկնաբանություն չգրել։ Ուրեմն մեր սոուսի համար մենք կվերցնենք միլկինի թթվասեր, եթե դեմ չեք բացենք։ Չէ, ես դեմ չեմ բաց։ Ես շատ սիրում եմ միլկինը։ Պամելան արդեն ուրախանում է, ամեն շարժումը միլկինի հետ Պամելան ոգևորվում է։ Մենք ուրեմն մոտավորապես 3 ճաշի գթալ վերցնենք թթվասեր, մի փոքր պարմեզան, կխառնենք մեր թթվասերի հետ, լավ կլինի իրականում, որ պարմեզանը դուք ավելի մանրացրած տեսակով ունենաք, պետք է ավելի մանր, հա, կտրատեի։ Հա, Լիկա ջան, այսօր Չամու ստացվել, բրինձը շատ կարակ հա սիրում։ Մի ձև այս պարմեզանը սենց կանենք, փակենք և իհարկե ավելացնում ենք մեր սիրելի կանաչին, խառը կանաչին, որը սկզբից նշել ենք։ Մոտավորապես էլի այսքան։ Ես տեղավորեմ ձուկ այստեղ։ Այո, արի Լիկա ջան, այդ ձուկը տեղավորենք և մեր սոուսը արդեն իսկ պատրաստ է։ Մի փոքր կանենք մառանիկի աղ և ինչի չէ պղպեղ, սիրում եմ ծովի աղը։ Մես ինչ բույր ունի։ Վաու, իդեալական։ Շատ։ Մեր սոուսը պատրաստ է, ինքը տեսքով նման է հունական ցածիկի սոուսի։ Եվ բանի, թանապոկսի։ Այո, բայց ինքը իրականում մի փոքր այլ համ ունի, որտեղ իր մեջ կա պարմեզան և իհարկե մեր կանաչիների փունջը, որը ես շատ սիրում եմ։ Նաև մենք ունենանք մեր պղպեղների հավաքածուն, որը էլի շատ սիրում եմ գույն հաղորդելու համար, որ ինքը նման չլինի, հա, ցածիկի սոուսի։ Սերգեյ, ձևավորում ենք հիմա։ Մենք հիմա մեր սոուսը գեղեցիկ կտեղափոխենք արդեն մեր ձկան կողքը, որպեսզի ավելի հաճելի լինի ուտելը։ Մի փոքր կանաչիով այսպես թեթև ձևավորում ենք իրան, մի փոքր կանաչի ավելացնում ենք մեր ձկան վրա։ Ճիշտ է, նոր տարին անցել է, բայց ես կարմիր կանաչ համադրությունը շատ եմ սիրում։ Եվ վերջում Լիկա ջան, մեր սաղմոնը ինչի մեջ, այո, ինչը որ եփվել է, ուղղակի գեղեցիկ ձևով կավելացնենք մեր բրինձի վրա։ Հրաշալի ուտես ստացվեց։ Այսպես։
Չէ, քեզանից հետո այստեղ պետքա վերանորոգում անել։ Այո, միանշանակ, որտեվ ես ասացի, ես սիրում եմ աշխատել շատ Ես կատակ եմ անում Սերգեյ ջան։ Եթե այսպես պիտի լինի քո վատ արարքները թող լինեն այսպես, ընդամենը մեկ կաթիլ սոուս սեղանին։ Ես էլ եմ պատկանածպես խոսեցի քո վրա։ Ահա, գեղեցկություն։ Վերջ, սա էլ պատրաստ է եւ մատուցում ենք Արի վերնագրենք ուտեստը, ինչպես կվերնագրես սկանդինավյանը, չէ։ Ջիգյարով սաղմոն։ Ջիգյարով սաղմոն։ Այո, մարդ պետքա ջիգյարով պատրաստի, ջիգյարով աշխատի եւ ջիգյարով ուտեստներ պատրաստի։ Շնորհակալություն Սերգեյ, շատ շնորհակալություն, իսկապես շատ գեղեցիկ ուտեստ ստացվեց։ Սերգեյ, այս գեղեցկությունը պետք է անպայման խմել գինիով։ Սպիտակա։ Սպիտակ, իհարկե սպիտակ գինի է։ Դու գիտես մեր Արնոլդին իջևանցի։ Դե ծանոթացրեք իմանամ։ Ծանոթացի, խնդրեմ, տեսա զանգունեք Արնոլդ, ողջույն, ողջույն։ Ողջույն Լիկա ջան, Սերգեյ ջան։ Ուրախ եմ ծանոթանալ, ինչպես եք։ Լավ, դուք ոնց եք։ Ամուր ընկույզի պես, կերևկի արեշեք։ Արնոլդ, այդ ձեր ձեռքի վրա ինչ է գրված։ Ձախի։ Գրվածը որ փողով հարց չի լուծվում։ Իսկ աչի։ Էս էլ գրածը որ փովին մոնատ։ Լավ էլի։ Մի անգամ էլ ես կատական եմ։ Դե վայելեք հայոց գին, իզես խոսեմ մեր սիրելի գործընկերոջ Իջևանի գինու կոնյակի գործարանի մասին։ Տարիներ շարունակ պահպանելով հայկական գինեգործության հարուստ ավանդույթները, Իջևանի գինու կոնյակի գործարանը ներկայացնում է գինիներ, որոնց մեջ միահյուսված են բնությունը, փորձը եւ վարպետությունը։ Հայտնի է նաև իր բարձրորակ բազմահամ պահածոներով։ Ընտրված է տեղական բերք, բնական բաղադրիչներ եւ ժամանակով փորձված տեխնոլոգիաներ։ Վաճառվում է ամենուր, նաև գործարանի ֆիրմային խանութ սրաններում։ Իջևանի գինու կոնյակի գործարան։ Գինեգործությունը որպես արվեստ։ Ահա, շատ լավ, շատ շնորհակալ ենք։ Այո, Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի սպիտակ գինին ենք հիմա վայելելու, Սերգեյ, խնդրեմ։ Okay։ Բացենք իրան։ Բացենք, իսկ ես բերեմ ափսեներ, որ համտեսենք։ Ահա, շատ լավ։ Դե ինչ։ Հա դու նաև գնացել ես էսթետիկայի կուրսերի, դու գիտես ինչպես են դնում դանակը, պատարակաղը, որ պատարակաղով կներես հիմա ձկան դանակ չունենք։ Դե որ տենցա պետք է սենց բռնեմ գինին եւ այսպես գեղեցիկ Լիկա ջան մատուցեմ։ Պրպրուն գինի։ Ահա։ Իսկ դու գիտես գինին ինչպես են ստուգում գինու ոդքերը։ Գինու ինչերը, ոդքերը, այո։ Գինին ոդքեր ունի։ Գինին ոդքեր ունի։ Հիմա կասեմ դա որն է։ Լավ։ Ուրեմն, երբ որ դուք գինին պտտում եք, Ահա։ կամ օթում, իրա վրա ոտիկներ են առաջանում, սենց որ իջնում է այս գծերը։ Այ։ Սենց գծեր են գալիս։ Հա։ Այդ գինու ոտքերն են, ու ինչքան ինքը պինդ է, այնքան ինքը ավելի լավն է։ Եվ գինի խմելուց, երբ որ բացում ես, իրան պետք է պտտել, որպեսզի իր բույրը, համերը բացվի, եւ ճիշտ խմելու ձևն է, որ դու քաշում ես քթով իր հոտը, պահում ես քո շնչառությունը եւ հետո կում ես անում։ Փորձենք։ Հոտ քաշեցինք եւ խմեցինք։ Լրիվ այլա։ Շատ լավն է։ Դե փորձենք ուտեսնել եւ նաեւ ավարտ։ ես էլ ինչ գիտեմ ասեմ, Լավ է։ նաեւ գինին բռնում են ոդքից, ոչիկից, ոչ թե այսպես։ Վիսկին են չէ, այսպես բռնում։ Վիսկի բաժակը։ Եվ կոնյակ։ Հա, կոնյակն էլ են այսպես։ Ահա, մենք ձուկ կփորձենք, Լիկա ջան։ Սենց մի փոքր սրանից եւ մի Ես փոքր քեզ կհյուրասիրեմ, քանի որ բրինձը ես եմ եփել։ Եվ խնդրում եմ իմ սոուսից։ Եվ քո սոուսից։ Ահա։ Դրեմ։ Սա ամոթի թիքեր մնաց։ Տեսքից շատ համեղ է երևում։ Ապուկ։ Բոմբաստիկ։ Ինչ լավն է։ Սոուսը առանձին պիտի փորձեմ։ Իսկ ես իրա հետ։ Այսուհետ
թողնում ես քո բոլոր սա եմ անում, նա եմ անում եւ այլն անասնաբուժությունից մինչեւ IT ոլորտը թողնում ես եւ սկսում ես խոհարարությամբ զբաղվել, Ես հրաշալի գոհ է։ եմ։ Կարևոր դու ես գոհ, դա իմ համար մեծ գնահատական է։ Մերսի շատ քեզ։ Շնորհակալություն։ Իսկ մենք կհանդիպենք մյուս կիրակի։ Ապրես։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։